Այսօր խոսելու ենք մի հանցակազմի մասին, որի վերաբերյալ տեղեկատվությունը կարծես թե կա, բայց հասկանալ դժվար է։ Ինչ է խուլիգանությունը։ Արդյոք միշտ փողոցում հայհոյելը խուլիգանություն է։ Բարև ձեզ։ Այսօր պետք է հասկանանք, ինչ պետք է չանել, որպեսզի ձեր հարաբերությունների պարզումը չորակվի քրեական արարք խուլիգանություն։ Եվ այսպես, հասկանանք ընդհանրապես ինչ է խուլիգանությունը։ Խուլիգանությունը հասարակության նկատմամբ անհարգալից կամ բարոյական նորմերի նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունքի ցուցաբերումն է։ Նախկինում այս կարգավորումը շատ մեծ մեկնաբանությունների տեղիք էր տալիս, եւ Վճռաբեկ դատարանի բազմաթիվ նախադեպեր էին օգնում փոքր-ինչ կողմնորոշվել եւ հասկանալ այս հանցագործության հետ կապված հարցերի շրջանակում։ Սակայն նոր օրենսգիրքը բավականին հստակեցում է մտցրել։ Այսպես, ինչպես է դրսևորվում խուլիգանությունը։ Խուլիգանությունը դրսևորվում է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով, անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելու միջոցով, ինչպես նաև հանրային միջոցառումներ, արարողությունները խաթարելու եւ հասարակական օբյեկտների, հիմնարկների եւ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելու միջոցով։ Ինչպես նաև ունենք ծանրացնող հանգամանքներ, ինչպիսիք են մի խումբ անձանց կողմից խուլիգանության կատարումը, անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ խուլիգանություն կատարելը, տեղեկատվական կամ հաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործմամբ, ինչպես նաև խուլիգանության կատարումը զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկա կամ միջոց գործադրելը կամ դրա գործադրման սպառնալիքը։ Տեսեք, այստեղ զենքի կիրառումը կամ վերջինիս ունենալը հավասարեցված են։ Հետևաբար, խուլիգանության որակման մեջ պարտադիր չէ, որ զենքը, որը կրում է խուլիգանություն իրականացնող անձը, կրակի։ Բայց շատ հետաքրքիր հակադրություն։ Պատկերացնենք, դուք փաբում վիճում եք, եւ երբ վերցնում եք փաբում դրված շիշը եւ դրանով հարվածում, սա այլևս չի հանդիսանում նախապես պատրաստված հարմարեցված զենք։ Տարբերությունն այս է խուլիգանության հասկացության մեջ՝ նախապես բերված, թե տեղում վերցված, օրինակ։ Ամենակարևորը հասկանանք, ինչի մասին են երկար խոսում դատավորները եւ քննիչները, երբ քննում են խուլիգանություն։ Եվ այսպես, շարժառիթը ձեզ հարցնելու են. իսկ դուք այդ գործողությունը արել եք, որովհետև ուզում եք ցույց տալ ձեր ակնհայտ գերակա դիրքը, թե հուզական վիճակում էիք։ Եվ պատասխանը շատ պարզ է։ Խուլիգանության համար կարևոր է խուլիգանական դրդումը։ Ինչ է դա։ Այն է, ձեր գործողությունը պետք է ուղղված լինի հասարակության դեմ, այլ ոչ թե ինչ-որ անձի։ Պատկերացնենք երկու տարբեր իրավիճակներ։ Երկու հարևաններ ունեն իրար հետ ինչ-որ պարտք ու պահանջներ եւ սկսում է վեճ, հայհոյանք։ Մեկ այլ իրավիճակ։ Ինչ-որ մեկը մտնում է սրճարան եւ սկսում հայհոյել բոլորին։ Առաջին դեպքում արարքը որպես կանոն չի որակվի որպես խուլիգանություն, քանի որ այն ուղղված է անձանց միջև հարաբերությունների պարզմանը եւ այստեղ կա ներքին հուզական վիճակ։ Իրականում կարող է տուժողն է հրահրել այս իրավիճակը եւ ամենայն հավանականությամբ խուլիգանական դրդապատճառ չի գտնվի։ Այնինչ երկրորդ դեպքում սրճարանում տեսարանը միանշանակ առաջին հայացքից պարզ խուլիգանական դրսևորում է, որովհետև այն ուղղված է հասարակության դեմ, այսինքն շատ քանակությամբ մարդկանց անդորրը խախտելուն եւ նաեւ համընդհանուր վարքագծի կանոնները ակնհայտորեն անտեսելով վերջիններից անհանգստություն պատճառելուն։ Մեկ այլ հակադրության մասին խոսենք։ Օրինակ, ինչով է տարբերվում խուլիգանությունը զանգվածային անկարգություններից։ Պատասխանը հենց երկրորդ հանցագործության ձևակերպման մեջ է։ Զանգվածային։ Թվում է, թե իրենք շատ նման են իրենց ընդհանուր նկարագրերով, սակայն զանգվածային անկարգությունների պարագայում հարկավոր է, որ այսպես կոչված խուլիգանները, զանցանք կատարողները լինեն բազմաթիվ,
զանգվածային, եւ սա ունենա ավելի մեծ ծավալներ։ Հետևաբար տարբերվում է խուլիգանությունը զանգվածային անկարգությունից։ Եվս մեկ դիտարկում. երկու հանցագործություններ, որոնք բավականին մոտ են, բայց մեծապես տարբերվում են։ Գերեզմանի անարգանքը։ Թվում է, թե նույն վանդալիզմ գործողությունների համատեքստում է, սակայն այստեղ խոսքը գնում է անշունչ մահացած մարմնի մասին։ Հետևաբար, խուլիգանության համար նաև անհրաժեշտ է, որ անձը լինի կենդանի։ Խուլիգանության մեկ այլ կարևոր հատկանիշ, թե որտեղ է այն կատարվում։ Տեսեք, նախկինում շատ կարևոր էր, որ այն կատարվի հանրային վայրում, սակայն այսօրվա թվային տեխնոլոգիաների դարում այլևս անհրաժեշտություն չկա, որ դա իրականացվի հանրային վայրում, քանի որ օրենքը նախատեսում է առանձին կետով տեղեկատվական տեխնոլոգիաների իրականացմանը։ Հետևաբար դուք կարող եք լինել միայնակ, ձեր սենյակում նստած, սակայն վիրտուալ լսարանը լինի շատ ավելի մեծ, եւ ձեր հնչեցրած հայհոյանքները եւ խուլիգանական արարքը միևնույն է, անկախ ձեր գտնվելու վայրից կդիտարկվեն որպես հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Օրինակ, պատկերացնենք ինչ-որ իրավիճակ, երբ ինչ-որ մեկը սթրիմ է անում, լայվ խոսում է եւ սկսում է հնչեցնել մասսայական հայհոյանքներ, բղավոցներ, նվաստացնել եւ բղավել ինչ-որ մարդկանց խմբի վրա, անտեսելով կոնկրետ հասարակական հարաբերությունները։ Սա եւս կդիտարկվի խուլիգանություն, անկախ նրա գտնվելու վայրից եւ անկախ այն հանգամանքից։ Այդ պահին նա շրջապատված է հասարակության ներկայացուցիչներով ֆիզիկապես տեղում, թե հասարակության ներկայացուցիչները էկրանի մյուս կողմում են, վիրտուալ լսարանում։ Եվ այսպես, եթե դուք օրինակ կռիվ եք արել փողոցում, հնարավոր է, որ ձեզ մեղադրանք առաջադրվի ոչ միայն ծեծի, այլ նաեւ ծեծի ծանրացուցիչ հանգամանք հանդիսանա խուլիգանական դրդապատճառներով իրականացնելը եւ հնարավոր է առանձին նաեւ ապացուցվի, որ դուք բացի ծեծը նաեւ իրականացրել եք խուլիգանություն եւ հետեւաբար ձեզ մեղադրանք առաջադրվի երկու հոդվածներով։ Օրինակ, սպանության պարագայում, եթե ապացուցվի, որ այն իրականացվել է խուլիգանական դրդապատճառներով, պատիժը կարող է սահմանվել ընդհուպ մինչեւ ցմահ։ Հիմա փորձենք ամփոփել եւ հասկանալ ինչ է իրենից ներկայացնում խուլիգանությունը։ Եվ այսպես, սա հասարակության դեմ ուղղված գործողություն է, ակնհայտ անհարգալից, որը խոչընդոտում է քաղաքացիների անդորրը։ Օրինակ, եթե մարդը պարզապես իրեն գցագրված զենքից կրակում է օդ, ոչ մեկի չի սպառնում, ոչ մեկի վրա ուղղված չէ այդ զենքը, իրական սպառնալիք չկա որևէ մեկին, սակայն նա կրակում է օդ, առանց դրա համար անհրաժեշտ նախապայմանների, չենք դիտարկում այն իրավիճակը, երբ ոստիկանը նախազգուշական կրակոց է իրականացնում, այլ պարզապես կենցաղային իրավիճակ, ապա այս գործողությունը եւս կարող է դիտարկվել որպես խուլիգանություն։ Մասնավորապես, եթե նախկինում իրապես կարևոր էր, որպեսզի խուլիգանությունը իրականացվի հասարակական վայրում, այսօր այդ խուլիգանությունը կարող է իրականացվել անգամ ամենախուլ անտառում։ Կարևորն այն է, արդյոք այն իրականացվել է լսարանի, մարդկանց ներկայությամբ։ Այսպիսով, խուլիգանությունը հասարակության դեմ ուղղված, խուլիգանական դրդապատճառներով անհարգալից վերաբերմունքն է, որը խոչընդոտում է հասարակական անդորրը։ Այսպիսով այսօր մենք խոսեցինք քրեական օրենսգրքի երևի թե ամենաբարդ եւ ամենադժվար մեկնաբանվող հոդվածներից խուլիգանության մասին։ Եղեք անվտանգ բոլոր դեպքերում եւ միշտ հիշեք, որ ցանկացած իրավական խնդրի պարագայում կարեւոր է ունենալ փաստաբան։ Զանգահարեք ձեր փաստաբաններին եւ ստացեք անհրաժեշտ իրավաբանական աջակցություն։ Հաջողություն։